Ինչու Աստված ստեղծեց սատանային, եթե սատանան պետք է դառնար մարդկանց տառապանքների պատճառը։ Ինչու Աստված ստեղծեց սատանային, եթե նա գիտեր, որ սատանան պիտի դառնար փորձությունների, վշտերի ու մոլորության պատճառ։ Եկեք այս հարցին մոտենանք ոչ թե մարդկային վախով, այլ աստվածային ճշմարտության լույսով։ Աստված, երբ ստեղծեց հրեշտակներին, ստեղծեց լույսից, լիքը բարությունից, ազատ կամքով։ Չկա իրական սեր այնտեղ, որտեղ չկա ազատություն։ Սատանան սկզբում եղել է Լյուցիֆերը, լուսապայծառը կամ Արուսիակը, խելքով հրեշտակ։ Աստված նրան չի ստեղծել չար, չի ստեղծել որպես հակառակորդ։ Նա ստեղծվել է որպես մեկը, ով կարող էր մարդկանց և ամբողջ ստեղծագործությանը ծառայել։ Սակայն ահա թե ինչ է տեղի ունեցել։ Ազատ կամքը աստվածային անձան կարող էր դառնալ կամ աստիճան դեպի երկինք, կամ անկման ճանապարհ։ Լյուցիֆերը ընտրեց հպարտությունը, ընտրեց ինքնաբարձրացումը, լինել Աստծուց վեր, և այդ ընտրությունն է նրան դարձրել սատանա, հակառակորդ։ Բայց ինչու Աստված թույլ տվեց դա։ Արդյոք չէր կարող կանխել։ Այո, կարող էր, բայց եթե Աստված կանխեր, ապա աշխարհը կդառնար մի տեղ, որտեղ չկա ընտրություն, չկա սեր, չկա ճշմարիտ հարաբերություն մարդու ու Աստծո միջև։ Աստված չէր փնտրում ռոբոտներ, նա փնտրում էր որդիներ ու դուստրեր։ Եվ ահա այստեղ է մեծագույն խորհուրդը։ Սատանայի գոյությունը չի գործում Աստծո ծրագրի դեմ, այլ հակառակը, բացահայտում է մարդու ընտրության իսկական արժեքը, քանի որ միայն այնտեղ, որտեղ կա փորձություն, կա նաև հաղթանակ։ Միայն այնտեղ, որտեղ կա խավար, գին ունի լույսը։ Միայն այնտեղ, որտեղ կա մեղք, մենք կարողանում ենք ճանաչել Աստծո անսահման ողորմությունը։ Սատանան չի ստեղծվել որպես մեր տառապանքի աղբյուր։ Սատանան դարձավ այն, ինչ դարձավ իր ազատ կամքի հետևանքով։ Բայց Աստված նույնիսկ նրա չարությունը վերափոխեց մեր փրկության ճանապարհի մաս։ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը խաչի վրա իրականություն չէր դառնա, եթե չլիներ մարդու անկումը։ Փրկությունը չէր բացվի, եթե չլիներ մեր կարիք աստվածային օգնության։ Եվ այսօր Աստված մեզ չի ասում. վախեցեք սատանայից։ Հիսուս Քրիստոսը այսօր էլ ասում է մեզ. մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Քրիստոսը ոչ միայն հաղթեց սատանային, այլ ցույց տվեց, որ ամեն փորձություն կարող է դառնալ պայքարի դաշտ, որտեղ ծնվում է հավատքի հաղթանակը։ Այսպիսով, Աստված ստեղծեց լուսավոր հրեշտակ, և այդ հրեշտակը դարձավ սատանա իր կամքով։ Բայց Աստված այդտեղ ևս գործեց փրկագործությամբ, դարձնելով նույնիսկ չարի գոյությունը առիթ, որ մարդն ընտրի ճշմարիտ բարին և գնա դեպի Աստված։ Թող այս ճշմարտությունը լույս տա ամեն մտահոգ սրտին։ Թող հիշենք վերջաբանը չի գրվում սատանայի ձեռքով, վերջաբանը Աստծո ձեռքում է։ Եվ Աստված մեզ կանչում է մի ճանապարհի, որտեղ վերջնական խոսքը փրկություն է, ոչ թե կորուստ։ Ամեն։